Հուլիսի 19-ին Վանաձորում էին մեկտեղվել մարզաշխարհի ներկայացուցիչները Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։ Առիթը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բազմակի գավաթակիր, ազատ ոճի իմբիշ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 19-րդ խաղարկությունն էր։ Միջազգային այս տուգատեսին 9 երկրի մոտ 120 ազատ ոճի իմբիշ էր մասնակցում։ Եզրափակիչ գոտեմարտերից առաջ տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունեց եւ արդար մրցակցություն մաղթեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը։ Գագիկ Ծառուկյանը բարձր գնահատելով Ստեփան Սարգսյանի նվաճումները հայտարարեց. հաջորդ տարի կայանալիք հոբելյանական 20-րդ մրցաշարը պետք է անցկացվի Երևանում ել ավելի բարձր մակարդակով։ Հարգելի սիրելի մարզաշխարհի ներկայացուցիչներ, առաջին հերթին ուզում եմ իսրտե ողջունել ձեր բոլորին։ Իհարկե, դուք գիտեք, առիթը Ստեփան Սարգսյանի անվան միջոցառումը եւ 19-րդ անգամ արդեն կատարում է անցեկացում այդ մրցաշարը։ Ի պատիվ Ստեփան Սարգսյանի, որը Կիրովականի Թումանյան գյուղից կարողացել այնպես մեծ ճանաչում ունենալ, մեծ մեդալներ պարգևի մեր ժողովրդին, մեծ հաղթանակներ, որ իր կատարած արդյունքների, հաջողության մեդալների աշխարհի ըմբշամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել, որ Հայաստանում ամեն տարի ի պատիվ Ստեփան Սարգսյանի անցկացվի այս միջոցառումը։ Արդեն 19-րդն է, 20-րդը հոբելյանական, որը մենք դա կազմակերպել ենք Երևանում, իհարկե բոլոր կիրովականցի մարզասերները պետք է այնտեղ լինեն, որ մեծ շուկով դա պետք է նշենք։ Դա մեծ պատիվ է մեր մարզաշխարհի համար, մեր Ստեփան Սարգսյանի համար։ Ես բոլոր մրցաշարի մասնակիցներին ցանկանում եմ լավ մասնակցություն, հաղթանակ եւ մրցաշարը համարում եմ բացված։ Շնորհակալություն։ Հարկ է նշել, որ այս տուգատեսին չէր մասնակցում Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն, մրցաշրջան 2013-ի Հայաստանի լավագույն մարզիկ Դավիթ Սաֆարյանը։ Նա նախապատրաստվում է սեպտեմբերին Տաշկենտում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 19-րդ խաղարկության առաջին օրը մրցագոր կտրամադրվել էր 57, 65, 74 եւ 97 կիլոգրամ քաշային ազատ ոճի իմբիշներին։ 57 կիլոգրամ քաշային կարգում այս տարվա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը երրորդ տեղը գրավեց։ 65 կիլոգրամ քաշային Արթուր Բաղդասարյանն ու 97 կիլոգրամ քաշային Էդգար Ենոքյանը նույնպես պատվո հարթակի երրորդ աշճանին կանգնեցին։ Իսկ 65 կիլոգրամ քաշային Նարեկ Սիրունյանն արծաթե մեդալի արժանացավ։ Իդեպ 65 կիլոգրամ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարում էին Վրաստանի ներկայացուցիչն ու Նարեկ Սիրունյանը։ Վճռորոշ գոտեմարտում Օսեթիան ներկայացնող մրցավարը վրաստանցի իմբիշի նկատմամբ կողմնակալ որոշում կայացրեց եւ փորձեց հաղթանակը նվիրել Սիրունյանին, սակայն Գագիկ Ծառուկյանի միջամտությունից հետո արդարությունը վերականգնվեց։ Մրցավարները փոխեցին իրենց սխալ որոշումը եւ հաղթանակը տվեցին վրաց իմբիշին։ Հայրենական սպորտի ղեկավարը եւս մեկ անգամ հորդորեց. սպորտում պետք է հաղթի ուժեղը։ Իդեպ հենց Գագիկ Ծառուկյանն էլ կատարեց 65 կիլոգրամ քաշային իմբիշների պարգևատրումը։ Տուգատեսի երկրորդ օրը մրցագորգ դուրս եկան 61, 70, 85 եւ 125 կիլոգրամ քաշային ազատ ոճի իմբիշները։ Մրցակցային երկրորդ օրը մեր հավաքականի անդամներից 70 կիլոգրամ քաշային Գրիգոր Գրիգորյանն ու 85 կիլոգրամ քաշայիններ Վահե Թամրազյանը եւ Մուսա Մուրթազալիևը երրորդ տեղը գրավեցին։ Այսպիսով Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամները 1 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ նվաճեցին։ Ստուգատեսի հաղթողներն ու մրցանակակիրները դրամական պարգևների արժանացան։ Այս մրցաշարից հետո մեր լավագույն ազատ ոճի իմբիշները նախապատրաստվելու են սեպտեմբերին Տաշկենտում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Կարո Պողոսյան, Հովանես Քյուրքչյան, Աշոտ Համբարձումյան, Էպիկենտրոն։